Հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյան, համեցեք հարգելի պարոն Թունյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կարծում եմ արդեն այս վերջին մի քանի օրերի ընթացքում թեմայի վերաբերող բոլոր հարցերը շոշափվեցին։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովի երեկվա նիստում մենք փոխել ենք նախագիծը, թե ձևը հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի եւ նաեւ հարկման բեռի առումով նախատեսվող, ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազեցրել ենք մի քանի անգամ։ Ինչի համար, որովհետեւ ինչպես երեք նաեւ վարչապետը նշեց, անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկություններից հարկը պիտի լինի տրամաբանական եւ չի կարող հարկը ավելի մեծ լինել, քան այն եկամուտը, որը այդ ընկերությունները ստանում են։ Բացի դրանից ուզում եմ ասել, որ վերջին տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել, թե հարկման առումով, թե այդ ոլորտի առջև տարբեր սահմանափակումներ դնելու առումով, սկսած գովազդի սահմանափակումներից մինչև հաշիվների լիցքավորումներն ու շահումների հետ ստանալը եւ նաեւ կան մի շարք կարգավորումներ, որոնք դեռևս ուժի մեջ մտած չեն եւ հույս ունենք, որ այդ կարգավորումները հնարավորինս արագ կարողանանք կյանքի կոչել եւ այդ խաղային օպերատորի գաղափարը, որի մասին այսքան խոսվեց, պիտի փորձենք ամեն գնով այնպես անել, որ մինչեւ տարվա վերջ ունենանք, որովհետեւ դա շատ կարեւոր է, այդ օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտի իրական շարժերի մասին, այլ նաև թույլ է տալու իդենտիֆիկացնել առանձին այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն, լինեն դրանք սոցիալապես անապահով մարդիկ, թե պետական ծառայողներ, թե զինծառայողներ։ Մենք այսօր չենք կարող բուկմեկերական ընկերություններին այդ ամբողջ ինֆորմացիան տալ, այսինքն պետք է լինի մի հատ ինչ-որ միջանկյալ օղակ։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որպեսզի մեր կարգավորումները լինեն այնպիսին, որ ոլորտը չունենա գերշահույթներ եւ մյուս կողմից չլինեն այնքան խիստ, որ մարդիկ իրենց ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր եւ ավելի մեծ վնաս տան, քան տալիս են տեղական հարթակներում խաղալիս։ Այնպես որ նախագիծը այս տեսքով մեզ համար արդեն ընդունելի է։ Նշեմ, որ հիմա այս նախագիծը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման խնդիր, այլ արդարացի հարկման խնդիր։ Խաղամոլության չտարածման խնդիրը լուծում են այլ նախագծերը, որոնք մի մասը ընդունված են, մի մասն էլ մենք դեռ կընդունենք ու իրար հետ կաշխատենք։ Կոչ եմ անում կողմ քվեարկել, շնորհակալություն եմ հայտնում նախ օրենքի հեղինակին, հանձնաժողովի անդամ եւ հանձնաժողովի ոչ անդամ հանդիսացող падգամավորներին եւ իհարկե կառավարությանը իդեմս վարչապետի այս քննարկումներին ակտիվ մասնակցելու եւ նախագիծը վերջնական հավասարակշռված տեսքի բերելու համար շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թունյան, հարակից զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի падգամավորներ, ինչպես արդեն նշվեց, խնդրու առարկա նախագծի առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել արդեն իսկ ներդրված եւ հաջողությամբ գործող պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ հիշեցնեմ, պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ եւ կառավարության առաջարկն այն է, որ անմիջապես ապրիլի 1-ից 2 անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետ յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական յուրաքանչյուր այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև այն պահը, երբ որ կստեղծվի խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնը եւ կներդրվի օպերատորի ինստիտուտը։ Այս առումով ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել նախագծի հեղինակին եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կառավարության առաջարկը ընդունելու եւ ըստ այդմ նախագծով առաջարկվող լուծումները, ինչպես պարոն Թունյանը նշեց, ավելի հավասարակշիռ դարձնելու համար կառավարությունը
չափազանց կարևորում է օպերատորի համակարգի ներդրումը, որովհետև բացի այն, որ սա հնարավորություն կընձեռի լուծել պարոն Թունյանի եւ պարոն Սարգսյանի ներկայացրած խնդիրներն այն իմաստով, որ հասանելիությունը տարբեր խավեր ներկայացնող մեր հասարակության անդամների էականորեն կսահմանափակվի դեպի շահումով խաղերի ոլորտ, նաև հիշեցնեմ, որ անցյալ տարի ընդունված օրենքը ենթադրում է, որ օպերատորի ինստիտուտի մոնիտորինգային կենտրոնի ներդրմամբ նաև խաղային ոլորտի շահումներն են սկսվելու հարկվել եկամտային հարկով, որը պակաս կարևոր դրվագ չէ եւ ըստ էության նաև համախառն հարկային բեռն է ավելացնում ոլորտի եւ նաև մեծ հնարավորություն կընձեռի ավելի փաստահեն քաղաքականություն վարել, որովհետեւ քանի դեռ մենք չունենք լիարժեք վստահություն խաղային ոլորտում ձևավորվող դրամական հոսքերի, այդ թվում խաղադրույքների, շահումների եւ այլն վերաբերյալ մեր քաղաքականությունները կարող են մինչև վերջ լավ հասցեավորված չլինել։ Դրա համար ես վերահաստատում եմ մեր հանձնառությունը այն իմաստով, որ հենց որ կունենանք մոնիտորինգային կենտրոնի որոշակի իրավակիրառ պրակտիկա եւ ըստ այդմ ավելի հուսալի ամբողջական տվյալներ, գուցե մեկ անգամ էլ անդրադարձ լինի ոլորտի հարկման կանոններին, ունենալով արդեն այդ հուսալի տեղեկատվությունը։ Թերևս այսքանը շնորհակալություն եմ հայտնում կարևոր քննարկումների համար։ Շնորհակալություն, մտքերի փոխանակության համար գրանցում։ Հովիկ Աղազարյան։ Հարգելի գործընկերներ, շատ կարևոր օրենքի նախագիծ են քննարկում, որը վերաբերում է մեր հասարակության համար ցավոտ էջերից մեկին, եւ ինչ եմ ուզում ասել, որ պարոն Սարգսյան, այս օրենքի ընդունելով դուք ձեր ընկերոջ տառապանքը, ընկերների տառապանքը չեք մեղմացնի, բացարձակապես, որովհետեւ բիզնեսի օրենքները անողոք են, բիզնեսը շահ է հետապնդում, եւ հետեւաբար այդ փողը, որ պետք է վճարի հավելյալ турք, ինքը դնելով ձեր ընկերոջ վզին եւ ձեր ընկերների նմանների վզին եւ այն դպրոցները, որ պետք է կառուցվեն այս փողով, շատ երեխեք շոր չեն ունենալու, որ գնան այդ դպրոցներում սովորելու։ Զարմանալի է։ Օրենք ուժի մեջ համտել ամռանը, պարոն Պողոսյան, այդ օպերատորի հետ կապված։ Հնարավոր չէ արդյոք կես տարվա ընթացքում ստեղծել այդ ինստիտուտը, մտնել այդ տնտեսության ճյուղի մեջ մարդկանց եկամուտների ճիշտ հաշվարկը անել եւ գերշահույթից ավելան հարկ տանել։ Այդ բարձ հասարակ խնդիրները թողած լուծելու, որ ինքը լուծումա թելադրում։ Ինչ ենք ընկել սարուզոր։ Ինչ ենք հարկային օրենսդրությունը վերածում կներեք ռեկետի, որ բիզնեսներն դուրս գան այդան հարևան երկրներ եւ հարևան երկրների համար փող աշխատեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Թադևոս Ավետիսյան, համեցեք։ Պարոն Ավետիսյան, եկեք պայմանավորվենք բոլորի պես նույն ժամանակային բանի մեջ, որ պետքա տեղավորվեն, որպեսզի չասեք, որ ես հետո ձեզ խանգարեցի։ Ինձ թվում է դուք եք մեղավոր, պարոն Սիմոնյան, ամեն անգամ ասում եք ու ամեն անգամ չի ստացվում, եթե չասեք, ինձ թվում է կստացվի։ Ուրեմն մի քանի կարևոր արձանագրումներ կարծում եմ մեր հանրության համար, հարգելի հայրենակիցներ, այս երրորդ օրնա քննարկում ենք այս նախաձեռնությունը, սկզբից ավելի մեծ տպավորություն կար եւ այսպես ասենք ոնց որ պատկերացում կար, որ ավելի շատ հարցեր կլուծվի, բայց իրականում ինչ եղավ այս 3 օրվա մեջ։ Ասում են հարկը պիտի լինի տրամաբանական, բայց նախ մի հատ գանք հասկանանք, այդ գործունեությունը ընդհանրապես պիտի լինի, թե չպիտի լինի։ Այսինքն այդ տնտեսական գործունեությունը բերում ավելի շատ վնասներ, արհավիրք, մարդկային տառապանք, թե ասենք կարևոր է ասենք օրինակ դրա հարկը։ Երկրորդ կարևոր խնդիրը, այս որ ասում եք հավասարակշիռ։ Այ ձեր ցավը տանեմ, ինչ հավասարակշիռ, եթե դուք այդ ոլորտի մասին տեղեկատվություն իրական չունեք։
Այդ ոլորտը դուք եք ասում եւ իրականում էլ այտենց է։ Ինչ ուզում է թղթի վրա բերում է շրջանառություն, որքան ուզում է հարկավճարում։ Այսինքն չեք կարող վերահսկեք, միջև հիմա էլ բնականաբար պարզվեց վարչապետի հանձնարարականն էլ եղել է, չեք կատարել, այդ օպերատորներ չկա, չգիտենք երբ կլինի կամ ինչի չկա, հիմա ասում եք չէ։ Այս ոլորտը պետք է ինչը հավասարակշիռ, եթե չկա հաշվարկ, այն մնացած էլ չգաք ստեղ ասեք, վայ, գիտեք չեք կա, բայց մի քիչ սենց, մի քիչ ընենց։ Հիմա 10% մարդ առաջարկել էր, որ շրջանառությունից հարկվի։ 10% հարկատալի փոքր բիզնես է նաև իր շրջանառությունից։ Հիմա ասում եք, չէ, գիտեք, միջև հիմա տվել են 0.1% տուրք։ Հիմա թոտան 0.2% տուրք։ Որովհետև իրանք ասում են, իրանց ձայնը լսելի է, գերշահույթներ են ստանում, որովհետև իրանք ասում են, այ էտա հազիվ ենք տեղավորվում։ Կարող է սուտ են ասում, ես վստահ եմ, որ սուտ են ասում, իսկ պետությունը փաստորեն փոքր բիզնեսին չի լսում, հարկը կրկնապատկում է, իսկ իրանց մասով ասում է, չէ, կայնի ասենք սահմանափակվենք դրանով։ Լավ, ժամանակ չկար, բայց կարևոր Խոսեք, ինչ։ Չէ, ես խոսեմ, կարծում եմ միայն հնարավորություն կա, կխնդրեմ խոսեմ նաև մեր խմբակցության անունից։ Լավ։ Սերգեյ Բագրատյան, համեցեք, պարոն Բագրատյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, հարգարժան պարոն Ավետիսյան, բնականաբար բոլորս էլ ցանկանում ենք, որ նման բիզնես չլինի, բայց ցանկություն եւ հնարավորություն տարբեր բաներ են։ Պարզվում է, որ եթե մենք այդ բիզնեսը արգելում ենք, շատ ավելի հնարավոր է մեծ ռիսկեր գեներացնենք եւ ավելի մեծ դժբախտություններ գեներացնենք, բայց իհարկե պետք է մասնագետներն աշխատեն, որ հնարավոր լինի բոլոր հնարավոր օտար երկրյա կոնտենտները փակել նման կարգի։ Դա բարդ է ներկա տեխնոլոգիական ժամանակում։ Փաստացի այն ունենք, ինչ որ ունենք եւ պետք է դրա հնարավորին ռիսկերը մենք կարողանանք կառավարել։ Ասում եք հաշվետվությունը ինչ ուզում ներկայացնել։ Բոլոր բիզնեսմեններն են, բոլոր տնտեսվարողը հաշվետվությունը ինքնուրույն են ներկայացնում։ Ոչ ոքի չկա հարկային տեսությունն ասի 1 միլիոն մի գրի, 500 միլիոնի շրջանառություն գրի։ Որպես տնտեսվարող ներկայացնում եք շրջանառություն, ստուգող մարմինը ստուգում է, դա համապատասխանում է իրականությանը, թե ավել է, թե պակաս։ Այստեղ միակ խնդիրը, որ ավելի դժվար վերահսկելի է, կրիպտոարժույթների ընդգրկումն է, որը դժվարացնում է որոշակի մուտքերի եւ ելքերի հաշվարկը, թե չէ որպես բիզնես ինքնիրանից ինչ է ներկայացնում, խաղադրույքներ, մուտքեր, ելքեր եւ ծախսեր, մնացածը պիտի լինի շահույթ։ Այդտեղ է, որ ես առաջարկում եմ, որ հարկվի շահույթը, շահութահարկի դրույքաչափը խաղային բիզնեսում նորից վերանայենք, մտածենք, դա ճիշտ է 10%, 20% թե 30%։ Այսինքն այնպես չի, որ մենք շահութահարկը որոշել ենք 18%, դա քարացած է կամ դոգմա է։ Մենք կարող ենք խաղային բիզնեսի համար այլ շահութահարկի տոկոսադրույք կիրառել։ Այդտեղ մենք ավելի արդարացի արդյունք կունենանք։ Մնացածը այն ինչ որ մեր գործընկերը կոչ արեց չխաղալ, ամեն ինչ ճիշտ է, մենք բոլորս միանում ենք դրան, որպես երիտասարդները հատկապես հեռու մնան, որտեղ այդ երկու ողբերգությունները, խաղամոլությունը եւ թմրամոլությունը աշխարհի բոլոր երկրների համար լուրջ խնդիր են այս ժամանակահատվածում եւ այո պետք է անել հնարավոր ամեն ինչ զերծ պահելու հասարակության այդ ախտերից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Հակոբ Արշակյան, համեցեք։ Բարև սիրելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, գիտեք ես ուզում եմ նախ եւ առաջ ասել, որ պետք է ապոկալիպտիկ այս մթնոլորտը չզարգացնել, որովհետեւ մեծ հաշվով Հայաստանում մենք տեսել ենք հազարու մի տեսակի լոտոներ, բակերում կազինոներ, ասենք մեր բակում էլ կար, դպրոցից երեխեք գնում էին կազինո էին խաղում։ Տենց շատ լայն վատ բարքեր ենք տեսել եւ այլն, դրանք հաղթահարվել են քայլ առ քայլ, սկզբում կազինոները դուրս եկան քաղաքից, հետո այդ լոտոները ինչ որ կերպ մեր հասարակությունը հաղթահարեց այդ մոլուցքը լոտո խաղալու, այլևս հիմա ենթադրում եմ շատ քիչ են խաղում։ Հիմա մյուս երևույթն է հայտ եկել ինտերնետի զարգացման հետ, ինտերնետ բեթինգի ու ինտերնետ խաղերի
ոլորտը, բայց էլի պետք չի պանիկայի մեջ ընկնել։ Այո, շատ վատ բան է։ Այո, ես էլ կարող եմ կոչ անել, բայց կոչերն ու գնահատականները այստեղ չեն օգնելու։ Օգնելու են կոնկրետ մեխանիզմները, որոնք որ ըստ էության օրենքներով արդեն սահմանված են։ Եվ դրանց անձնականացումը խաղացողների ըստ էության օպերատորի ներդրումով դա նույնպես իդենտիֆիկացիայի ենթակա է, մարդկանց եկամուտները եւ ծախսերը այս ոլորտում նույնպես իդենտիֆիկացվելու են եւ մեր կառավարության գործընկերները ես գիտեմ, որ ջանքեր չեն խնայում հնարավորինս շտապ եւ արագ օպերատորի հարցը լուծելու համար եւ մենք կգնանք հերթով այդ խաղացողների հետևից եւ կփորձենք իրենց սոցիալական ստատուսին համապատասխան արգելքները կիրառել։ Ինչը վերաբերում է հարկման մեխանիզմներին, սա նաև վարկագծային փոփոխության համար է արվում, որովհետև այդ միլիարդավոր դրամները գնում են կրթության մեջ, որտեղ երեխաներին որակյալ կրթություն է ապահովում, որակյալ ենթակառուցվածքներ, եւ նրանց այդ կրթական դաստիարակչական մեթոդներով նույնպես զերծ կպահենք նման վարկագծից եւ վարվելակերպից եւ որպեսզի իրենց ընտանիքի միջոցները շատ ավելի առողջ եւ լավ բաների վրա ծախսեն։ Շնորհակալություն եւ կոչ եմ անում հանգստության, ուղղակի որովհետեւ բաներ կա, որի մասին դու 1000 անգամ շատ ես խոսում, ինքը ուժեղանում է, ոչ թե թուլանում է։ Մենք ենթադրում եմ, որ պետքա սա նույնպես հաշվի առնենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Արեգ Ղարամանյան համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ վերջի շրջանում հնչեցված թվերին անդրադառնալ օրենքի նախագծի հետ կապված, նախ ես չեմ հավատում, որ վերջին 1 տարում 20%-ով նվազել է եւ չեմ հավատալու այնքան ժամանակ, մինչեւ ազգային օպերատորը չլինի եւ ցանկանում եմ ձեր ուշադրությանը եւ նաեւ մեր հասարակության ուշադրությանը հրավիրել այդ 7.1 տրիլիոն կոչված խաղադրույքի փաստի վրա։ Հարգելի գործընկերներ, որոշ շրջանակների կողմից փորձ է արվում համոզել կամ այդպիսի տպավորություն ստեղծել, որ այս 7.1 տրիլիոնը դա մեր հայրենակիցների պարտված գումարն է, բայց ցանկանում եմ նշել, որ դա խաղադրույքի ներքին շրջանառությունն է, այսինքն մարդ կարող է 10,000 դրամի կոպիտ ասած լիցքավորում անել իր հաշվին եւ այդ 10,000 դրամով ընդհանուր մինչեւ 1 միլիոն դրամի խաղադրույք անել, որոշ տվյալներով իրականում թիվը պակաս է լինում իրական մուտք արածների մոտավորապես 10-ից 20 անգամ կամ կարող է նաեւ ավել լինի, այսինքն այդ թիվը, որը հնչեցվում է, դա կապ չունի իրական մեր հայրենակիցների պարտության հետ։ Ես նաև ցանկանում եմ շեշտել, որ 0.1% տուրքը, որը դառնում է 0.2%, դա դրվում է հենց ներքին շրջանառության, այսինքն 7.1 տրիլիոնի վրա, այլ ոչ թե քաղաքացիների կատարած քաղաքացիների մուտք արած գումարների վրա։ Եվ վերջում ցանկանում եմ միանալ իմ գործընկերներին, հարգելի հայրենակիցներ, խաղալով on-line կազինոներում դուք երաշխավորված պարտվելու եք։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, ոչ ոք եւ երբեք չի կարող հաղթել on-line կազինոներում։ Դա, չգիտեմ, ասենք բացարձակ ճշմարտություն է, ինչը օրինակ չի վերաբերում բեթինգին, որը սպորտային իրադարձության վրա կատարված խաղադրույք է եւ վերջին հաշվով կախված է սպորտային խաղադրույքի ելքից։ Իսկ ինչ վերաբերվում է on-line կազինոներին, հարգելի հայրենակիցներ, կոչ եմ անում եւս մեկ անգամ բոլորիդ զերծ մնալ այդ արատավոր երևույթից, որը վերջին հաշվով կործանում է ձեզ եւ ձեր հարազատներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել օրենքի հեղինակին, նախագծի հեղինակին պարոն Սարգսյանից այսքան մեծ աշխատանք կատարելու եւ հնարավորինս այսքան վիճակագրական տվյալներ հավաքագրելու եւ այս հարցը համապետական քննարկման ներկայացնելու համար։ Կապ չունի թե այսօր մենք ինչ ենք որոշում, շատ ենք բարձրացնում հարկը, քիչ ենք բարձրացնում, բայց այս խնդիրը բարձրաձայնվեց, վիճակագրական տվյալներ ներկայացվեցին եւ մեր հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այս կարեւոր խնդիրը, որը ի վերջո շատ դեպքերում ավարտվում է խաղամոլությամբ։ Ես ուզում եմ իմանալ, թե որ պետական մարմինն է պատասխանատու ազգային օպերատորի ինստիտուտի ձևավորման համար, պարոն Պողոսյան, երբ է դա լինելու, ես ուզում եմ, որ հստակ ժամանակացույց ասեք, ժամկետ ասեք, երբ է Հայաստանում լինելու ազգային օպերատոր, որովհետև այս մեր բոլոր խնդիրները առաջանում են նրանից, որ մենք չունենք վիճակագրություն, տարրական վիճակագրություն։ Մենք ունենք մի հատ հսկայական բնագավառ, հսկայական
մտահոգիչ խնդիրներ ու չունենք վիճակագրություն։ Չգիտենք, քանի մարդ է մասնակցում, քանի մարդ է 1 միլիոնից ավել խաղում ամսեկան, քանի մարդ է, որ իր աշխատավարձը 200,000 է, բայց ինքը խաղում է 300,000-ի։ Սա էս նորից եմ կրկնում, պետական անվտանգության հարց է եւ ասում ենք վիճակագրություն չունենք։ Հիմա ես խնդրում եմ հստակ պատասխանել։ Ազգային օպերատորը երբ է լինելու Հայաստանում։ Եվ ես իմ գործընկերների հետ իհարկե վերահսկելու ենք այս գործընթացին, եթե ազգային օպերատորի մուտքը ուշացավ, մենք ստիպված ենք լինելու նոր նախագիծ բերենք եւ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկենք այս ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խմբակցությունների անունից ելույթներ կլինեն։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Թադևոս Ավետիսյանը, համեցեք։ Շարունակեմ, հարգելի հայրենակիցներ, այնուամենայնիվ համեմատությունները շատ կարևոր են, եթե հիմա ասում են բիզնեսի ձև է, ուրեմն պետք է համեմատենք նաև մյուս ձևերի հետ, ամենաարտոնյալ տրամաբանական բիզնեսը, որ պետք է լիներ, փոքր բիզնեսը շրջանառության հարկը վճարել 5%, հիմա դարձել է հունվարի 1-ից 10%, խաղամոլության տուրքը շրջանառության 0.1%-ից իրենց այդ խաղադրույքների ստեյության, որ պարզ ներկայացնենք եւ հասկանալի, դառնում է 0.2%, հետո ասում ենք ավելանա։ 13 միլիարդի հետ կապված, պարոն Սարգսյան, լրացուցիչ հարկ եք հավաքում, ասում եք կդառնա դպրոց, մանկապարտեզ, անվտանգության խնդիրներ կլուծի, հաջորդ նախադասության մեջ ասում եք, թե որքան զինվորականներ են ցավոք սրտի կյանքից հեռացել այդ ոլորտի հետևանքով եւ որքան նաեւ մարդիկ, ես չգիտեմ, այդ վիճակագրությունը ձեռքից տակ չկա, եւ որքան մարդիկ կամ ուրեմն նաեւ ընտանիքներ են ուղակի սնանկացել, աղքատացել դրա հետևանքով, եւ եթե 13 միլիարդն եք ասում, ապա ես այն օր օրինակ բերեցի, ուրիշ բիզնեսներ էլ կան, որ աշխարհում դրանք կան շատ քիչ տեղերում, այդ բիզնեսներին զարկ տվեք, այդտեղից ավելի շատ հարկեր կլինի, եթե խնդիրը հարկեր հավաքելն է։ Պարոն Արշակյան, որը մեկը ստեղ չի չափազանցնում։ Իրականում այդ խնդիրը կա եւ 20 անգամ ձեր իշխանության օրոք ավելացել է։ Հիմա ասում եք, բանում այդ կազինոները բակերից վերացել են։ Բակերից վերացել եկել մտել են մարդկանց գրպանը։ Ամեն մեկի գրպանը հեռախոս կա, ամեն մեկի գրպանը կազինո կա, ուրեմն, պարոն Արշակյան, սրա մասին ենք խոսում։ Եվ բնականաբար որևէ կերպ արդարացած չի կարող լինել, արդարացված չի կարող լինել հարկերը ավելացնելով այսպես ընդամենը դրանով բավարարվելը եւ այն սահմանափակումների մասին, որ խոսում են նաեւ իշխանական падգամավորները եւ հեղինակը, դրանք ընդամենը ապագայի մասին բարի ցանկություններ են, որևէ կապ չունեն այդ սահմանափակումները կոնկրետ այս նախագծի հետ։ Հետևաբար խնդիրները, հարգելի հայրենակիցներ, շարունակում են մնալ։ Այո, ես էլ եմ կոչով միանում, չգիտեմ ինչքանով կօգնի, չի կարելի դրանով ընդհանրապես զբաղվել, դա պետք է մերժվի, արմատախիլ արվի մեր իրականությունից, դա ոչ բիզնես է, ոչ էլ օգուտ է, ամեն ձևով էլ վնաս է, պետք է մեզանից հեռացնենք, ձեր խնդիրները այդպես էլ մնաց, ընդամենը լավագույն դեպքում 13 միլիարդ նորից այդ կրվողների գրպանից կգնա լավագույն դեպքում պետական բյուջե։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Բաբկեն Թունյանը, համեցեք պարոն Թունյան։ Դահլիճում լրություն։ Հա, դուք գնացեք, ես գիտեմ, դուք կառավարության նիստի եք, գնացեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, պարոն Սիմոն, ես կխնդրեմ միանգամից այդ հարակի զեկույցի ամփոփիչ ելույթի ժամանակ։ Այո, տրամաբանության մեջ է ժամանակը միակ բան։ Շնորհակալություն։ Նախ օպերատորի մասին, քանի որ հարցեր հնչեց, պարոն Աղազարյանի կողմից, պարոն Խաչատրյանի կողմից, օրենքը ընդունվել է անցած տարվա հունիսին, բայց այդ նույն օրենքի մեջ նշված է, որ օպերատորը պետք է լինի այս տարվա ընթացքում։ Այսինքն նշված չէ, որ օրենքը ընդունելուց անմիջապես հետո օպերատոր պիտի լինի, որտեղ դա աշխատանքային process է ու ժամանակ է պահանջում ու ով է դրանով համար պատասխանատու պետական եկամուտների կոմիտեն, ու մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այդ process-ը արագանա։ Հիմա մի հատ է կարևոր հանգամանք, այդ կոչերը շատ լավ է, որ արվում է, բայց մի հատ ուզում եմ բոլորս մի հատ էլ հարցի մի հատ մյուս կողմից նայենք։ Մենք այս 3-4 օրվա ընթացքում այնքան ասեցինք bookmaker, կազինո, անգամ անունները տվեցինք, հիմա
ստացվեց որ այս 3 օրը անուղղակիորեն գովազդում ենք այդ ոլորտը, որտեղ երբեմն պետք է սուսուփուս կարգավորումներ մշակել, քան թե այդ մասին խոսել։ Եվ վերջինը, ոչ թե բովանդակության մասին կխոսամ, այլ մի քիչ բանի, գործելակերպի։ Էլի ստիպված եմ պարոն Ավետիսյանի մասին խոսել, որ հազիվ պարոն Ավետիսյանին խոսելու ժամանակ դուք դալիճում եք։ Ես վերջը տենց էլ չհասկացա, դուք կողմ եք, դեմ եք, հարկի նախնական մեծ տարբերակին գալիս ասում եք, այս չափի մեծ հարկը կարող է խնդիրներ ստեղծի ու ասեցիք այդ արհավիրքը կարող է ավելի խորացնի, բառացի հիշում ինչ եք ասել, տեսագրություններ կա։ Հետո գալիս եք հանձնաժողովի նիստին, երբ որ արդեն իջացրել ենք հարկի չափ, ասում եք, ինչու այսքան հետքայլ արեցիք։ Այսինքն բաներ կա, պարոն Ավետիսյան, որ միշտ կարելի է եւ դրականը ներկայացնել, եւ բացասականը։ Դուք միշտ այնպես եք ներկայացնում, ոնց որ ձեզ պետք է։ Օրինակ, քաղաքական նպատակահարմարությունը հասկանում եմ, բայց բաներ կա, որ ինքներդ որպես տնտեսագետ պիտի դեմ չգնաք այդ մասնագիտական ճշմարտությանը։ Ասում եք, սկզբից նախատեսում եք շրջանառության հարկ դնել ընդհանուր շրջանառության 10%-ը։ Դա կազմում էր 600 միլիարդ դրամ հարկ։ Այսինքն դուք մտածում եք, որ ֆինանսների նախարարությունում, կառավարությունում որևէ մեկի մտքով չէր անցել, որ կարելի է այդ ոլորտից այդքան հարկ բերել, ասենք, ու դա հնարավոր էր ու որևէ մեկը չէր անում։ Դրա համար եմ ասում, ամեն ինչ պիտի տրամաբանության սահմաններում լինի։ Ինչ վերաբերում է ցանկություններին, կարելի է այստեղ օրենք բերել, որ բոլորը սրանից հետո պիտի երջանիկ ապրեն։ Ու որ ասենք, եղբայր, ես մենակ օրենքը գրելով չի, սա պիտի հնարավոր լինի ի կատարածել։ Կարող ասեք դուք չեք ուզում, որ մարդիկ երջանիկ ապրեն։ Այդ կարգի խոսակցությունների մեջ ենք մենք հիմա մտել։ Ասում եք 0.1%-ից բարձրացնում եք 0.2%։ Դա ընդամենը մեկ հարկատեսակի կոմպոնենտն է։ Դրանից բացի այս ընկերությունները հարկվում են ընդհանուր տուրքով, շահութահարկով, լիքը ուրիշ հարկերով, մի հատ էլ սա է կրկնապատկվում, մի հատ էլ մտնելու է ուժի մեջ նաև եկամտային հարկը։ Ընդհանուր բոլորը միասին անցած տարի վճարել են մոտ 45 միլիարդ դրամ հարկ։ Ձեր մոտ այնպիսի տպավորություն է ու այնպիսի տպավորություն եք ուզում թողնել, որ ոլորտը 1% էլ չի հարկում, դե 0.1% է հարկում, այդպես չի։ Ես երեք թվեր նշեցի, միջազգային ցուցանիշների համաձայն ոլորտի հարկումը միջունում կազմում է 35% իրենց եկամտի համեմատ։ Հիմա այս նախաձեռնությամբ կդառնա 45%, հետո էլ որ եկամտային հարկն ուժի մեջ մտնի կդառնա 50%։ Այնպես որ հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում կողմ քվեարկել օրենքի նախագծին եւ մեր հայրենակիցներին էլ ես էլ եմ անում այդ կոչին, որ զերծ մնան այս ամեն ինչից, բայց պետությունը իր կողմից պիտի ամեն քայլ անի ու մաքսիմալ կարճ ժամանակահատվածում, որպեսզի իմպերատիվ տարբերակներով թեկուզ սահմանափակի խաղադրույքների տարածումը։ Շնորհակալություն, թերևս այսքանը։